Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Օրհնում եմ յուրաքանչյուրիս Հիսուս Քրիստոսի սուրբ ու ողորմած անունով։ Եվ թող Աստված մեզ լցնի իմաստությամբ եւ իր շնորհով։ Տեր Աստված, թող քո հոգին աշխատի ու գործի մեզնից յուրաքանչյուրի մեջ, մեր ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի մեջ։ Օգնիր մեզ խորապես ազդվել մեր մեղքերից ու վշտանալ ու սգալ մեր մեղքերի համար։ Մեր մեջ սուրբ վրդովմունք, զայրույթ եւ ատելություն բարձրացրու մեր մեղքերի հանդեպ։ Տեր, թող առողջ ամոթ զգանք մեր մեղքերի համար։ Օգնիր մեզ, Տեր Աստված, չթաքնվել ու չփախնել ու չխուսափել ապաշխարությունից։ Օգնիր մեզ մաքրել մեր հոգիները ամեն տեսակ մեր հանցանքներից, անօրինություններից, անիրավություններից ու մեղքերից։ Գթա մեզ ողորմած Տեր Աստված։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա եկեք վերադառնանք Թոմաս Ուոթսոնի «Ապաշխարության վարդապետությունը» գրքի ընթերցանության ու մեկնաբանության շարունակությանը։ Երեկ մենք սկսեցինք խոսել ապաշխարության մեկ այլ բաղադրիչի մասին, որն է մեղքից հեռանալը։ Եվ սկսեցինք խոսել նաև, որ մեղքից հեռանալը, մեղքից շրջվելը, որպեսզի իրական լինի, ապա մի քանի բաներ են պահանջվում։ Եվ առաջինը այն էր, որ մեղքից հեռանալը պիտի լինի ամբողջ սրտով, սրտանց շրջադարձ մեղքից պետք է լինի։ Երկրորդը այն պետք է լինի շրջադարձ բոլոր ու ամեն մեղքերից։ Եսայի 55:7 խոսքում ասվում է. «Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը, իսկ անօրեն մարդը իր խորհուրդները, ու վերադառնա Տիրոջը, եւ նա կգթա նրան, մեր Աստծուն, որովհետեւ նա առատապես կների»։ Իսկական ապաշխարողը թողնում է մեղքի ճանապարհը ու ետ է դառնում մեղքի ճանապարհից։ Իսկական ապաշխարողը լքում է ու բաց է թողնում ամեն կարգի մեղքը։ Եկեք կարդանք Բ Թագավորների 10-րդ գլխի 24 հատվածը։ Ինչպես Հեյուն հրամայեց սպանել Բահաղ չաստվածի բոլոր մարգարեներին ու պաշտողներին, քանդեցին Բահաղի կռատունը, այսինքն նրա պաշտամունքի վայրը, եւ ոչ մեկին չխնայեցին, այնպես էլ մենք, եթե ցանկանում ենք իրապես ապաշխարել, չպետք է խնայենք որևէ մեղք, այլ պիտի ոչնչացնենք ամեն կարգի մեղք, ամեն ցանկասիրություն մեր կյանքից։ Մենք պիտի հասկանանք, թե որքան վտանգավոր է նույնիսկ մեկ մեղքի հետ ընկերություն անելը ու մեր կյանքում այդ մեղքը պահելը, որովհետև այդ մեղքը երբեք միակը չի մնա, շուտով մյուս մեղքերն էլ են գալիս միանում մեզ կործանելու համար։ Երբ մենք թույլ ենք տալիս անգամ մեկ մեղք մնա մեր կյանքում, մենք դավաճան կեղծավորներ ենք Աստծո դեմ։ Երրորդ, մեղքից շրջադարձը պետք է լինի շրջադարձ հոգևոր պատճառների համար։ Բանը նրանում է, որ հնարավոր է զերծ մնալ մեղքի արարքներից, բայց այնուամենայնիվ չշրջվել ու չհեռանալ մեղքից։ Այսինքն ինչ պատճառներով մեղք չգործել, բայց սրտումդ շարունակել այդ մեղքը սիրել, կամ այդ մեղքը մեղք չհամարել, կամ այդ մեղքը արդարացնել։ Օրինակ, մենք կարող ենք մեղք չգործել վախից դրդված, կամ այլ գործնական պատճառներից ելնելով, բայց իսկական ապաշխարողը շրջվում է մեղքից ելնելով իր հավատքի սկզբունքից, եւ ամենակարևոր սկզբունքը մեր սերն է Աստծո հանդեպ։
Այսինքն մեղք չգործել Աստծո սիրուց ելնելով եւ մեղք չգործել հասկանալով, որ դրա պատճառով անմեղ Հիսուսը խաչը հանվեց։ Եթե անգամ մեղքը դառը պտուղ չբերեր մեր կյանք, մահ ու կործանում չբերեր, շնորհով լցված հոգին, շնորհով լցված անձը կթողներ մեղքը Աստծո հանդեպ սիրուց դրդված։ Սա մեղքից ամենաքնքուշ շրջադարձն է։ Երբ մի բան այնքան կարծրացած է, այնքան սառցակալած է, դրան ջարդելու ու տարանջատելու միակ ձևը կրակն է։ Երբ մենք ու մեր մեղքերը այդքան ամուր շաղախված ու ցեմենտված ենք իրար հետ, մեզ մեր մեղքից բաժանելու լավագույն միջոցը Աստծո սիրո կրակն է։ Երեք մարդ զրուցում են իրար հետ և հարց են տալիս իրար, թե ինչը դրդեց իրենց հեռանալ մեղքից։ Մեկն ասում է. ես մտածում էի դրախտի ուրախությունների մասին և դա դրդեց ինձ բաց թողնել մեղքը, որ չկորցնեմ դրախտը։ Երկրորդն ասում է. ես մտածում էի դժոխքի տանջանքի մասին ու բաց թողեցի մեղքը, որ դժոխք չգնամ։ Իսկ երրորդն ասում է. ես մտածում էի Աստծո սիրո մասին և Աստծո սերը ինձ դրդեց բաց թողնել ու հեռանալ իմ մեղքից։ Ինչպես կարող էի վիրավորել ու վշտացնել ու անարգել սիրո Աստծուն, այն Աստծուն, որ ինձ սիրում է։ Որպես նարինե ես կարծում եմ, որ շատերիս համար առաջին երկուսն են դրդապատճառ մեղքի կյանքից հեռանալու համար։ Ու դա վատ չէ, բայց մենք պիտի հասնենք այն կետին, որ Աստծո սերը լինի և մեղքից հեռանալու, և մեր հավատի, և Աստծուն վստահելու պատճառը։ Աղոթենք, որ մեր բոլոր որոշումները, ցանկությունները, ընտրությունները լինեն Աստծո սիրուց դրդված։ Մեզ անպատվողին չանպատվենք, որովհետև սիրում ենք Աստծուն։ Մեկին նյութական վնաս չհասցնենք, որովհետև սիրում ենք Աստծուն։ Ներենք աններելին, որովհետև սիրում ենք Աստծուն։ Չանիծենք, այլ օրհնենք, որովհետև սիրում ենք Աստծուն։ Չշնանանք, որովհետև սիրում ենք Աստծուն։ Եվ այսպես շարունակ, որովհետև նախ Աստված սիրեց մեզ, ու մեր արձագանքը թող սիրո արձագանք լինի, ու այդ ժամանակ մեղքից ազատվելը այդքան տառապալից չի լինի մեզ համար։ Չորրորդ, մեղքից շրջվելը պետք է մեզ շրջի դեպի Աստված։ Սա մենք տեսնում ենք Գործք Առաքելոցի 26 գլխի 20-րդ խոսքում։ Պողոս առաքյալն ասում է. քարոզեցի, որ ապաշխարեն և դեպի Աստված դառնան, ապաշխարության արժանի գործեր կատարելով։ Այստեղ երեք բան ենք տեսնում. ապաշխարել, դեպի Աստված դառնալ և ապաշխարության արժանի գործեր կատարել, այսինքն ապաշխարության պտուղ ունենալ։ Մեղքից շրջվելը նման է վերքից նիզակը հանելուն, իսկ Աստծուն դառնալը նման է այդ վերքի վրա բուժիչ բալասան լցնելուն։ Սուրբ գրքում մենք կարդում ենք մահացած մեռած գործերից ապաշխարության մասին։ Կարդանք Եբրայեցիների 6-րդ գլխի 1-ին խոսքը։ Թողնենք նաև հիմնական ուսուցումները, որոնք վերաբերում են մահացու գործերից ապաշխարությանը և Աստծո հավատին։ Իսկ Գործք Առաքելոցի 20-րդ գլխի 21-ում խոսվում է դեպի Աստված ապաշխարության մասին։ Հրեաներին և հեթանոսներին վկայություն տվեցի Աստծո առաջ ապաշխարության և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի։ Այսինքն մեր ապաշխարությունը հիմնված պետք է լինի Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի վրա։ Խաբուսիկ սրտերը ձևացնում են, թե թողնում են իրենց մեղքերը, բայց նրանք չեն դառնում Աստծուն և արդյունքում չեն ծառայում Աստծուն, նրանք չեն հնազանդվում Հիսուս Քրիստոսին։ Բավական չէ դուրս գալ սատանայի ճամբարից,
մենք պետք է մտնենք Քրիստոսի ճամբարը, Քրիստոսի դրոշի տակ եւ հագնենք Քրիստոսի բանակի, Քրիստոսի թագավորության գույները։ Ոնց են ֆուտբոլիստները ամեն մեկը ըստ իրանց թիմի յուրահատուկ գույնի շապիկներ ունեն, այդպես էլ մենք Քրիստոսի գույները պիտի հագնենք։ Եթե դու ներում ես քեզ վնաս հասցնողին, քեզ վիրավորողին, ապա դու Քրիստոսի գույներն ես հագել։ Եթե դու քո թշնամուն ծարավ լինի, սոված լինի, ջուր կտաս, հաց կտաս, դու Քրիստոսի գույներն ես հագել։ Եթե դու օրհնում ես անիծելու փոխարեն, դու Քրիստոսի գույներն ես հագել։ Եթե դու ապաշխարում ես, մեղքերդ ընդունում ես, դու Քրիստոսի գույներն ես հագել։ Եթե Աստծո խոսքով քո սիրտը քննում ես, դու Քրիստոսի գույներն ես հագել։ Ապաշխարող անառակ որդին ոչ միայն թողեց իր անառակությունը, այլև վեր կացավ ու գնաց իր հոր մոտ։ Ովսե 7-րդ գլխի 16-րդ խոսքում տեսնում ենք Աստծո բողոքը։ Նրանք դառնում են ոչ թե դեպի բարձրյալը, նրանք խաբեբա աղեղի նման են դարձել։ Իսկական ապաշխարության ժամանակ մեր սիրտը մեզ ուղղակիորեն ցույց է տալիս Աստծուն, ինչպես կողմնացույցի ասեղը դեպի հյուսիսային բևեռն է ցույց տալիս։ Հիմա իմ սրտում դրված է, որ նաև կարդանք Մատթեոս ավետարանի 22-րդ գլխի 1-14 հատվածը, այս նույն բանը հասկանալու համար։ Հիսուսը առակով բացատրում է ժողովրդին Աստծո թագավորության մասին, ինչպես բոլորը հրավիրված են Աստծո որդու հարսանիքին, բայց ոչ բոլորը կընդունվեն, որտև սխալ զգեստով են եկել։ Նախ հասկանանք, որ այս երկնային հարսանիքը միավորում է Քրիստոսին իր հարսի, եկեղեցու հետ, այսինքն հավատացյալների հետ, անկախ տղամարդիկ են թե կանայք, որտև սա աշխարհիկ հարսանիք չի։ Եկեք կարդանք ողջ հատվածը։ Հարսանիքի հրավիրվածների առակը։ Հիսուսը նրանց հետ դարձյալ առակներով խոսեց եւ ասաց. Երկնքի արքայությունը նման է թագավոր մարդու, որն իր որդու համար հարսանիք արեց։ Նա իր ծառաներին ուղարկեց հրավիրյալներին հարսանիքի կանչելու, բայց նրանք չկամեցան գալ։ Դարձյալ ուրիշ ծառաների ուղարկեց եւ ասաց. հրավիրյալներին ասեք. ահա պատրաստեցի իմ ճաշկերույթը, իմ ցլիկներն ու պարարտ անասունները մորթված են, ամեն ինչ պատրաստ է, եկեք հարսանիքի։ Իսկ նրանք անտեսելով հեռացան, մեկը իր արտը, մյուսը իր առևտրին, իսկ մնացածները նրա ծառաներին բռնեցին, վիրավորեցին եւ սպանեցին։ Երբ թագավորը լսեց, բարկացավ եւ իր զորքն ուղարկեց, կոտորեց մարդասպաններին եւ այրեց նրանց քաղաքը։ Այդ ժամանակ նա իր ծառաներին ասաց. հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրածները արժանի չէին։ Արդ գնացեք ճանապարհների խաչմերուկներ եւ ում գտնեք հարսանիքի հրավիրեք։ Եվ ծառաները ելան դեպի ճանապարհները եւ ում գտան, բոլորին հավաքեցին, եւ չարերին եւ բարիներին։ Եվ հարսանիքը լցվեց հրավիրյալներով։ Երբ թագավորը ներս մտավ հյուրերին տեսնելու, այնտեղ մի մարդու նկատեց, որը հարսանքավորի զգեստ չէր հագել։ Նրան ասաց. ընկեր, առանց հարսանքավորի զգեստ ունենալու, ինչպես այստեղ մտար։ Նա պապանձվեց։ Այդ ժամանակ թագավորը ծառաներին ասաց. կապեք դրա ոտքերն ու ձեռքերը, վերցրեք դրան եւ գցեք դուրս խավարի մեջ, այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց, որովհետև կանչվածները շատ են, իսկ ընտրյալները քիչ։ Հիսուսն օգտագործում է այս առակը Աստծո թագավորությունը մեզ բացատրելու համար, որտեղ շատերը հրավիրված են, բայց քչերն են ընտրված։ Թագավորը հարսանեկան խնջույք է կազմակերպում որդու համար, բայց սկզբում հրավիրածները հրաժարվում են գալ։ Աստված էլ նախ Քրիստոսին տվեց հրեա ժողովրդին, ու մինչև Քրիստոսը նա մարգարեներին տվեց հրեա ժողովրդին, առաջին կանչվածներին, որ ընդունեն Քրիստոսին, հավատան Քրիստոսին, ապաշխարեն ու դարձի գան,
բայց նրանցից շատերը հրաժարվեցին ընդունել Աստծո հրավերն ու կանչը, ինչպես նախկինում հրաժարվեցին լսել մարգարեների ասածին։ Այնուհետև թագավորը պատվիրում է իր ծառաներին լցնել հարսանյաց սրահը բոլոր նրանցով, ում կարող են գտնել, և չար և վատ։ Սա մենք ենք։ Աստված փրկության հրավերը ուղարկեց հեթանոսներին, բոլոր ազգերին, ովքեր իսրայելցի չեն, բոլորիս, բոլոր մեղավորներիս։ Ուրեմն հրավերը եկել է հիմա բոլորիս։ Սակայն հյուրերից մեկը գալիս է առանց պատշաճ հարսանեկան հագուստի։ Թագավորը հարցնում է այդ մարդուն, թե ինչպես է նա առանց պատշաճ հագուստի եկել հարսանիքին, ու այդ մարդը բան չունի ասելու։ Նա չի կարող արդարանալ, նա պապանձվում է։ Սա մեզ բացատրում է, որ պատշաճ հագուստը Քրիստոսի հարսանիքին մասնակցելու համար դա նախ հավատքն է առ Հիսուս Քրիստոս, ապաշխարությունը, մեղքերի խոստովանությունը և ապաշխարության պտուղները, դրանք մեր զգեստերն են, որովհետև այդ ժամանակ Աստված մեզ լվանում է Քրիստոսի արյունով ու նոր ու ճերմակ շորեր հագցնում։ Սա է հավատացյալի պատշաճ հագուստը, որը մեզ չի տրվում առանց Հիսուսին հավատալու, առանց մեղքերից ապաշխարելու և առանց մեղքերից հեռանալու։ Ու տեսնում ենք սարսափելի պատիժը, որ բաժին է ընկնում այդ մարդուն։ Թագավորը հրամայում է այդ մարդուն կապել ու նետել խավարի մեջ, որտեղ կա լաց և ատամների կրճտոց։ Սա դժոխքն է։ Սա Աստծո մոտից հեռացվելն է։ Այս առակը ընդգծում է Աստծո արքայությանը պատրաստ լինելու կարևորությունը, և որ պարզապես հրավիրված լինելը բավարար չէ, ամեն մեկս ենք հրավիրված։ Պատրաստ լինել նշանակում է դարձի գալ, ընդունել Քրիստոսին, խոստովանել մեղքերը, ապաշխարել, հեռանալ մեղքերից, մաքրվել շարունակաբար Քրիստոսի արյունով։ Ահա թե ինչու է պետք մեղքերից ազատվելը, բայց այս ամենը անենք դրդված Աստծո սիրուց, ով այնքան սիրեց մեզ, որ մեզ էլ մեղավորներիս էլ հրավիրեց, որ մասնակից լինենք իր որդու հարսանիքին ու Քրիստոսի հարսի մասը լինենք։ 5. Եթե մենք մեղքից իրապես ճշմարտապես շրջվում ենք, ապա մենք երբեք էլ այդ մեղքին կամ մեղքերին չենք վերադառնա։ Ովսե գրքի 14-րդ գլխի 8-րդ խոսքում ասվում է. Եփրեմը պիտի ասի. ես այլևս ինչ ունեմ կուռքերի հետ, այսինքն ես էլ ինչ գործ ունեմ կուռքերի հետ։ Մեղքից հրաժարվելը պետք է նման լինի հայրենի հողից հեռանալուն ու այնտեղ երբեք էլ չվերադառնալուն, ոչ հանգստանալու, ոչ որևէ մեկին տեսնելու կամ որևէ այլ նպատակով։ Իհարկե, այստեղ նշվում է միայն կուռքերի մեղքը, բայց նույնը կարելի է ասել. ես Քրիստոսին եմ պատկանում, ես բամբասելու հետ ինչ գործ ունեմ այլևս, ես Քրիստոսին եմ պատկանում, շնության հետ ես ինչ գործ ունեմ, ես Քրիստոսին եմ պատկանում, հարբեցողության հետ ես ինչ գործ ունեմ, Քրիստոսին եմ պատկանում, խաղամոլության հետ ես ինչ գործ ունեմ, Քրիստոսին եմ պատկանում, արյունախում, արյունարբու բաների հետ ինչ գործ ունեմ, կամ Քրիստոսին եմ պատկանում, ես ինչ գործ ունեմ սուտ վկայություն, սուտ խոսելու հետ, բամբասելու հետ, և այլն, և այլն։ Ոմանց թվում է, թե դարձի են եկել և հեռացել են մեղքից, բայց հետո նորից վերադառնում են իրենց մեղքերին։ Սա վերադարձ է հիմարության ու անմտության։ Սաղմոս 85-ի 8-րդ խոսքում ասվում է. Թող լսեմ, թե ինչ պիտի խոսի Տեր Աստվածը, նա իր ժողովրդի և իր սրբերի հետ պիտի խոսի խաղաղության մասին, թող նրանք չվերադառնան անմտության։ Այսինքն, երբ որ մենք մեղքի ենք վերադառնում, մենք վերադառնում ենք հիմարության ու անմտության, որտեղ միայն անմիտն ու հիմարը նման բան կանի ըստ Աստվածաշնչի։ Կրկին քո մեղքերին վերադառնալը դա սարսափելի մեղք է, քանի որ դա մեղք է Աստծո լույսի դեմ։ Ինչ է սա նշանակում։ Աստծո լույսի դեմ մեղք։
Որպես նարինե, ուզում եմ մի քանի բան հասկանանք։ Նախ ինչ է Աստծո լույսը նշանակում։ Աստծո լույսը խորհրդանշում է ճշմարտությունը, Աստծո ճշմարտությունը, որը միակ ճշմարտությունն է, աստվածային գիտելիքը, Աստծո առաջնորդությունը, Աստծո ներկայությունը։ Աստծո լույսը մեր մեջ ունենալը կամ որ մեզ տրվել է Աստծո լույսը նշանակում է, որ Աստված մեզ տվել է հասկացողություն ու իմաստություն, որը գալիս է Աստծո խոսքին, Աստծո ուսմունքներին հետևելուց և Քրիստոսով արդարացված կյանք վարելուց։ Հիմա էլ հասկանանք, թե ինչ է մեղքը։ Մեղքը դա մարդու կողմից ցանկացած գործողություն է, միտք է, ցանկություն է, սրտի դիրք է կամ վերաբերմունք է, որը հակասում է Աստծո կամքին, Աստծո սկզբունքներին։ Մեղքը դա դիտավորյալ ընտրություն է չհնազանդվելու Աստծո կամքին, Աստծո խոսքին ու օրենքին, ապստամբել Աստծո դեմ և դիտավորյալ ընտրություն է գործել այնպես, որ հակասում է Աստծո էությանն ու բնավորությանը։ Գնալ մեր ճանապարհով և ոչ թե Աստծո ճանապարհով, դա մեղքն է։ Մեղքը նաև Աստծուն չսիրելն է և հետևաբար Աստծո կերպարանքով ստեղծված այլ մարդկանց չսիրելն է։ Ահա մի քանի մեղքի օրինակներ Աստվածաշնչից։ Հարաբերությունների դավաճանություն, երկրպագել չաստվածներին, կուռքերին, ուրիշների նկատմամբ վատ վերաբերմունք, չսիրել մերձավորներին, չհարգել ծնողներին, խաբել հարկերի մեջ, ֆինանսական խաբեություններ, սուտ ու կեղծիք խոսելը, սուտ վկայություն տալը, սեռական հարաբերություններ ամուսնությունից դուրս, այլ պիղծ սեռական հարաբերություններ, գուշակություն, կախարդություն, կախվածություններ, չար ցանկություններ և այլն։ Ուրեմն ինչ է նշանակում հակառակվել, պատերազմել Աստծո լույսի դեմ։ Երբ ինչ-որ մեկն ընտրում է մեղք գործել, հատկապես Աստծո առաջնորդության, Աստծո կամքի, Աստծո սկզբունքների և ճշմարտության մասին իմանալուց հետո, նա համարվում է, որ ակտիվորեն ընտրում է խավարը լույսի փոխարեն։ Այդպիսի մարդը ըստ էության մերժում է լավը և ընտրում է այն, ինչը վնասակար է կամ կործանարար և ինչը խլում է Աստծո փառքը և ամոթ բերում Աստծուն։ Այսինքն այդ մարդը ընտրում է սատանային և ոչ թե Աստծուն։ Անկախ նրանից նա գիտակցում է դա, թե ոչ։ Օրինակ, գիտես Աստվածաշնչից, որ սուտ խոսելը սխալ է, մեղք է, բայց այնուամենայնիվ ընտրում ես ստել։ Գիտես, որ Աստված ասում է պետք է ներես քեզ ցավեցնողին, քեզ թշնամություն անողին, բայց դու հրաժարվում ես ներել։ Դու ասում ես, ոչ իրանք ինձնից պիտի ներողություն խնդրեն։ Գիտես, որ կոնկրետ բաներ, որ դու անում ես, մտածում ես, ցանկանում ես, Աստծո խոսքին ու կամքին դեմ են, սխալ են, վայել չեն քրիստոնյային, վնասակար են, ցավեցնելու են Աստծուն, բայց դու շարունակում ես զբաղվել դրանցով։ Կարելի է ենթադրել, որ նա, ով թողել էր իր մեղքը, դառը ցավ էր կրել իր հոգում ու խղճում իր գործած մեղքի համար, ու դրա համար էլ հեռացել էր մեղքից, բայց նա նորից վերադարձել է այդ մեղքին, հետևաբար նա մեղանչում է այն ամենի դեմ, ինչ Աստծո Սուրբ Հոգին ցույց էր տվել ու բացահայտել իրեն։ Հենց սրա մասին քիչ առաջ խոսեցինք, որ կոչվում է հակառակվել, պատերազմել լույսի դեմ։ Նման վերադարձը դեպի մեղքը խայտառակություն է բերում Աստծուն։ Երեմիա 2-5 խոսքում ասվում է. «Այսպես է ասում Տերը. ձեր հայրերը ինչ անիրավություն գտան իմ մեջ, որ հեռացան ինձնից և ունայնության հետևելով ունայնացան»։ Նա, ով վերադառնում է իր մեղքին, ենթադրում է, որ Աստված ինչ-որ չարիք է գործել։ Օրինակ, եթե ամուսինները բաժանվում են, սովորաբար դա նշանակում է, որ նրանցից մեկը սխալ բան է արել, դավաճանել է։ Ուրեմն, երբ մենք էլ Աստծուն ենք թողնում ու վերադառնում մեր մեղքերին, մենք էլ հանգիստ կերպով զրպարտում ենք Սուրբ Երրորդությանը,
Հորը Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Մաղաքիա 2-րդ գլխի 16-ում կարդում ենք, որ Աստված ատում է ամուսնալուծությունը, որովհետև ես ատում եմ ապահարզանը, ասում է Տերը, Իսրայելի Աստվածը, բնությամբ հանդերձը ծածկելը, ասում է Զորքերի Տերը, ուրեմն զգուշացեք ձեր հոգիների համար եւ անհավատարիմ մի եղեք։ Ուստի Աստված նաև ատում է, որ քրիստոնյաները բաժանվեն իրենից, որովհետև դա ևս անհավատարմություն է։ Մեղքին վերադառնալը սատանային ավելի շատ իշխանություն է տալիս մարդու վրա, քան սատանան երբևէ ունեցել էր այդ մարդու վրա։ Երբ մարդը շրջվում է, հեռանում է մեղքից, սատանան դուրս է հանվում նրանից։ Բայց երբ մարդը վերադառնում է մեղքին, սատանան նորից մտնում է նրա տուն և տիրանում այդ մարդուն։ Եվ Աստվածաշունչն ասում է, որ այդ մարդու վերջին վիճակը դառնում է ավելի վատ, քան նախկինը։ Իսկ մենք Աստծո տունն ենք, այսինքն մենք ենք դառնում սատանայի թիրախը։ Կարդանք, թե Հիսուսն ինչ է ասում Մատթեոս 12-ի 43-ից 45 խոսքում այս մասին։ Երբ պիղծ ոգին դուրս է ելնում մարդու միջից, շրջում է անջուր վայրերում, հանգիստ է որոնում, բայց չի գտնում։ Այն ժամանակ ասում է. «Վերադառնամ իմ տունը, որտեղից դուրս ելա»։ Եվ գալիս այն գտնում է դատարկված, մաքրված ու հարդարված, այսինքն Քրիստոսով մաքրված։ Այդ ժամանակ գնում վերցնում է իր հետ իրենից էլ ավելի չար 7 ուրիշ ոգիների և մտնում բնակվում է այնտեղ։ Եվ այդ մարդու վերջը ավելի վատ է լինում, քան նախկինում էր։ Այդպես կլինի նաև այս չար սերնդի հետ։ Օրինակ, երբ բանտարկյալը փախնում է բանտից և բանտապահը նորից բռնի նրան, նա ավելի ամուր շղթաներով կկապի բանտարկյալին։ Նա, ով շրջվում է մեղք գործելու սովորությունից, այսպես ասած, դուրս է գալիս սատանայի բանտից։ Բայց երբ նա նորից վերադառնում է իր մեղքին, նա ընկնում է նորից սատանայի ձեռքը, ու սատանան այս անգամ ավելի ամուր է բռնում նրան, ու ավելի լիարժեք կտիրանա նրան, քան երբևէ։ Ուշադիր մտածենք այս մասին ու զգոն լինենք, սա լուրջ հարց է, կյանքի ու մահվան խնդիր է, ազատության ու գերության խնդիր է, ու ես խոսում եմ հոգևորի մասին, չնայած սա մեր ֆիզիկական կյանքի վրա էլ է սարսափելի կերպով ազդում։ Մեղքից իսկական շրջվելը նշանակում է բաժանվել մեղքից, որպեսզի այլևս չմոտենաս դրան։ Ով այսպես ընդմիշտ հեռանում է մեղքից, երանելի մարդ է, ասում է Աստվածաշունչը։ Գործք Առաքելոցի 3 գլխի 26 խոսքն ասում է. Աստված նախ ձեզ համար հարություն տվեց իր որդի Հիսուսին և ուղարկեց նրան ձեզ օրհնելու, յուրաքանչյուրիդ իր չար գործերից հետ դարձնելով։ Այսինքն, երբ որ մենք մեր մեղքերից, չար գործերից ետ ենք դառնում, դրանով Աստված օրհնում է մեզ։ Այսքանը այսօր, վաղը կշարունակենք։ Հիսուս Քրիստոսի արյան պաշտպանությունը թող լինի ամեն մեկիս վրա, թող Տիրոջ ձեռքը արձակվի մեր կյանքերի մեջ, թող իմաստություն Աստված մեզ տա, թող իր շնորհը ծածկի մեզ, թող Աստծո շնորհը հաղթանակ կրի մեր կյանքերում։ Հիսուսի անունով, ամեն։